Հայաստանում ընդունված չէ նախամուսնական այդ հանգրվանի վրա աշխատանք տանելը, բայց այս հարցը հենց այդ փուլում բաց թողման հետևանք է լինում։ Երբ որ զույգերը շատ այսպես էյֆորիկ, հուզական մեծ ֆոնով մտնում են հարաբերությունների մեջ, պլանավորում են ամուսնություն, երկարատև կայուն հարաբերություններ եւ այլն եւ չեն պլանավորում ինչպես ինչ կետեր կա, որի շուրջ արժի որ մենք խոսենք, մտածենք, պայմանավորվենք եւ դավաճանության փաստը հենց այս փուլի բաց թողում է լինում։ Ինչ եմ ես առաջարկում եմ, որ ցանկացած անձ գիտակցի, որ իր դիմացինը գալիս է ինչ-որ ընտանիքից, բերելով իր հետ որոշակի ժառանգություն, բերելով իր հետ որոշակի նորմեր, եւ երբ որ դու հանդիպում ես այդ անձին, ստացվում է, որ դու ֆիլմը դիտում ես կեսից։ Բայց այդ ֆիլմը ունեցել է նախաբան, որտեղ ինչ-որ բաներ են այդ երեխայի կյանքում տեղի ունեցել, ինքը ինչ-որ մոդելներ է տեսել, վարքի ձևեր է տեսել, եւ դա բերում է նոր հարաբերություններ։ Ես ունեցել եմ դեպք, որ աղջիկը եկավ, այսպես լացում էր, որ մենք արդեն պլանավորում էինք ամուսնություն, բայց դավաճանեց, ինչպես կարող էր ինձ այսպես ցավ պատճառել եւ այլն, ու իր զայրույթի ինչում էր ասում էր, որ իսկ ինքը ինձ ասում է, որ բայց ինչի ես ջղայնանում ենք, երբևէ չենք խոսել, որ դա չի կարելի, իմ ընտանիքում դա նորմալ է եղել։ Եվ ես այսպես մտածելով ասեցի, գիտես, ցավալի է, բայց նա ճիշտ է։ Ինչ, այսինքն ամփոփելով կարող ենք եզրակացնել։ Մեզանից ամեն մեկը ունի նորմերի իր պարունակությունը, պատկերացումը, մենք պետք է խոսենք դրա մասին նախամուսնական փուլում։ Խոսենք, ինչպես եմ ես պատկերացնում մեր հարաբերությունները, որն է այն սահմանը, որից այն կողմ մենք կարող ենք խոսել դավաճանության փաստի մասին։